Հարգելի օգտատեր, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 20-ից ARM TV-ս հավելվածի անվճար ակցիան ավարտվել է։ Բաժանորդագրման պայմաններին կարող եք ծանոթանալ armtvs.com կայքում կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 701 701, WhatsApp, Viber, +374 98 701 701։ Հավելվածում կշարունակեն ներկայացվել ընտանիքի բոլոր անդամների համար հատուկ մշակված Շանթ հեռուստաընկերության բոլոր ալիքները՝ Շանթ Premium, Շանթ Serial, Շանթ Music, Շանթ News։ Շատ շուտով կլինեն նաև նոր բարելավումներ և նոր ալիքներ, առավել հետաքրքիր և հարմար օգտագործման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Կներգրավվի արդյոք Արցախը բանակցություններում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եւ Երևանի պատասխանը։ Օդային աղետ Եթովպիայում Դեբրեզեյդ քաղաքի մոտ կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը։ Արտակարգ պատահար Ստամբուլ-Նյու Յորք չվերթ ինքնաթիռում, օդանավի ցնցումների տասնյակ ուղևորներ են տուժել։ Ցույցեր են դեմ 82-ամյա նախագահի, Ալժիրում բախումներ են եղել ոստիկանության եւ ցուցարարների միջև։ Ռուսաստանը մասնակցում է Գերմանիայի ռազմական ցուցահանդեսին։ Պատժամիջոցները չեն ազդել ռուսական ռազմարտունաբերության վրա։ Նոր հնարավորություններ Շանթի հիմնական ծրագրերը դիտելու համար։ Մեր տեխնիկական ու ծրագրային նորամուծությունների մասին։ Հորիզոնի այսօրվա թողարկումն է, բարև ձեզ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 3 հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընթառաջ, ընդգծելով, որ այդ հանդիպումը համանախագահների հովանու ներքո կլինի երկու երկրների ղեկավարների առաջին ուղիղ շփումը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. Համանախագահներն ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարևորությունը եւ շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում։ Համանախագահները նաեւ ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը։ Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ ռետորաբանության նվազեցման կարևորությունը։ Համանախագահները մասնավորապես կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, առանց մյուս կողմի համաձայնության ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում։ Համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես ներառելով ուժիչ գործածումը, տարածքային ամբողջականությունը եւ հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը։ Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-ից 2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը, իրավական ուժ ունեցող կամ արտահայտության միջոցով բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը, իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն։ Համանախագահների հայտարարությանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է արձագանքել։ Մամուլի խոսնական Նանա Աղդալյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները։ Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը։ Ներկայացնում ենք արտաքին գործերի նախարարության հայտարարությունից մի հատված։ Հայկական կողմի ներառյալ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից։ Բաքվից լսում ենք, որ ուժի գործոնը մշտապես եղել եւ մնում է օրակարգում։ Ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում։ Ուժն է ծնում իրավունք եւ այլն։ Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների։ Այն պայմաններում,
երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման։ Նման հռետորաբանությունը, ինչպես նաեւ առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը։ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը եւ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։ Եթիոպիայից Քենիա ուղևորվելիս կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը։ Օդանավում եղել է 149 ուղևոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ինքնաթիռը կործանվել է Եթիոպիայի կենտրոնական շրջանում Դեբրե Զեյդ քաղաքի մոտ, սակայն կոնկրետ տեղը դեռ հայտնի չէ։ Որոնողական աշխատանքներ են կատարվում։ Հայտնի է, որ թռիչքից որոշ ժամանակ անց օդանավի հետ կապը կորել է։ Եթիոպիական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ է իրականացնում Աֆրիկայի տարբեր հատվածներում եւ անվտանգության առումով բավական մեծ հեղինակություն ունի։ Չնայած 2010 թվականի հունվարին ընկերությանը պատկանող մեկ այլ օդանավ էր կործանվել Բեյրութի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց։ Այդ ժամանակ զոհվել էր 90 մարդ։ Ստամբուլ-Նյու Յորք ավիաչվերթը իրականացնող ինքնաթիռը հայտնվել է տատանման գոտում։ Ուժգին ցնցումներից 32 մարդ է տուժել։ Նրանցից մեկը կոտրել է ոտքը։ Դեպքը տեղի է ունեցել Ջոն Քենեդու անվան օդանավակայանին մոտենալիս։ Չնայած պատժամիջոցներին ռուսական մոտ 50 ընկերություն զենքի եւ զինամթերքի իր արտադրանքն է ներկայացրել Գերմանիայի ռազմական ցուցահանդեսում։ Սակայն արտադրանքը տեղ հասցնելը բավական դժվար է եղել, քանի որ տրանսպորտային ընկերությունների մեծ մասը, որոնք կարող էին ցուցանմուշները տեղափոխել, պատժամիջոցների պատճառով չեն աշխատում ռուսական կողմի հետ։ Ալժիրում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկայի հնարավոր 5-րդ նախագահական ժամկետի դեմ։ Ոստիկանության հետ բախումներից 200 ցուցարար եւ 100 ոստիկան են վիրավորվել։ Սպանվածների մասին առայժմ տեղեկություններ չկան, եղել են նաեւ սադրանքներ, հրկիզվել ու թալանվել են անագիտական ու իսլամական մշակույթի թանգարանի մասնաշենքերից մի քանիսը։ Նախագահը, որի դեմ պայքար է գնում, դեռ չի ավարտել իր պաշտոնավարման 4-րդ ժամկետը, սակայն ցուցարարները կանխարգելիչ միջոցների են դիմում, որպեսզի թույլ չտան նրան ընտրվել 5-րդ անգամ։ Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի մահվան կապակցությամբ 40-օրյա սուգ է հայտարարել։ Շանտնյուզի հետ զրույցում Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ասել է, որ պատրիարքարանում 3 նաև եկեղեցական ժողով է հրավիրվել Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի ուղարկավորության կազմակերպչական աշխատանքների քննարկման համար։ Պոլսո պատրիարք Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի մահվան մասին լուրը կայծակնային արագությամբ է տարածվել թուրքական լրատվամիջոցներում ու Թուրքիայի հայկական համայնքում։ 3 կեսօրից պատրիարքարանն անդադար ցավակցություններ է ստանում։ Հերացայինները կանչանալներ ժողովուրդներան պատրիարքարան ուկա եկեցին ուկա այսինքն իրավես ասիկա արդյունաբեր անցած յանքիմը վերջնալույսն է Դխրությամբ է համակված սուքի մեջ է համայնքը Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի վախճանման բերումով այս 11 տարիներով ձանր գործընթացը իրավարդին հասած է եւ հիմա համայնքը սուքի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ է ցավակցություն հայտնել պատրիարքի մահվան կապակցությամբ Թվիթերում արեմտահայերեն գրառում կատարելով Խոր վշտով տեղեկացա Թուրքիո հայոց պատրիարք հարգելի Մեսրոպ Մութաֆյանի մահը։ Այս կապակցությամբ կցավակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
Էրդողանը նաև հեռախոսազրույց է ունեցել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ պատրիարքի մահվան առիթով ցավակցություններ են հղել նաև թուրք այլ պաշտոնյաներ։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Էրդողանի քայլը դիտարկում է նախընտրական քարոզչության շրջանակում։ Թուրքիայի իշխանությունների համար անգամ փոքրաթիվ հայ համայնքի ձայներն են այս պահին շատ կարևոր։ Լավ գրագետ քարոզչական քայլեր, որի հիմնական նպատակը այս պահին հայկական համայնքում տիրող նախ այսպես տրամադրությունները շոշափելն էր, երկրորդը որոշակի առումով այդ համայնքի ներկայացուցիչներին յուր կողմը գրավել, դա այն համատեքստում էր, որ մարտի 31-ին տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իդեպ այսօր Դիարբեքիրում նախատեսվում էր Էրդողանի ու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հանդիպումը։ Շանթ Նյուզի հետ զրույցում Աթեշյանը տեղեկացրել էր, հանդիպմանը Թուրքիայի նախագահի հետ քննարկվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման հարցը։ Եկեղեցին վնասվել էր 2015-ից սկսած թուրք-քրդական բախումների հետևանքով։ Պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին նորոգությամբ էր սկսին, մասամբ էր, վնասված էր, ուրեմն անոր համար հոսեմ։ Իսկ Սրբազան հայր Էրդողանի հետ հանդիպանը միայն Սուրբ Կիրակոս եկեղեցու հարցն է քննարկվելու, թե այլ հարցեր եւս քննարկվելու են։ Ոչ մեկ հատ, միայն եկեղեցին համար եկել եմ, թե շնորհակալություն հայտնելու եւ թե ուզում էի, որ իրեն եկեղեցի բերեի, որպես եկեղեցին դեսներ, ներկա վիճակը, բայց ըստ երևույթին ապահովության պատճառով չպիտի կարողանա եկեղեցի կան, մենք ուրիշտեղ պիտի դեսնենք իր հետ։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը չի բացառում հանդիպմանը նաև անդրադարձ կլինի պատրիարքի ընտրություններին։ Թուրքագետը հիշեցնում է Թուրքիայի կառավարությունը միշտ փորձել է խառնվել հայկական համայնքի ներքին գործերին։ Թուրքական իշխանությունները ամենայն ուշադրությամբ աշխատելու են այս հարցում, լինել հետևողական եւ իրենց մասնակցություն ունենալ իրադարձությունները զարգացնել այն սցենարով, որը շահեկան է առաջին հերթին թուրքական պետությանը։ Պոլսո պատրիարքի հարցը Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի հիվանդությունից հետո 2008 թվականից առկախված էր մնում, քանի որ պատրիարքը չէր կարող կատարել պարտականությունները, պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշեց փոխել պատրիարքի ընտրության կանոնադրությունը եւ համապատրիարքի պաշտոն սահմանել։ Թուրքիայի կառավարությունը բավարարեց այդ մասին պատրիարքարանի ներկայացրած դիմումը եւ թույլատրեց փոփոխությունը, ըստ որի Պոլսո պատրիարքը պետք է ընտրվի աթոռակից պատրիարքի կարգավիճակով, քանի որ ըստ կանոնադրության Պոլսո պատրիարքն ընտրվում է ՑՄ, իսկ հայ եկեղեցու կրոնական աստիճանակարգում չկա փոխպատրիարքի պաշտոն, թուրքական կառավարությունը փոխեց իր նախնական որոշումը եւ հարմար գտավ աթոռակից պատրիարք ընտրելու փոխարեն ընտրել փոխանորդ, որի պարտականությունները հավասարազոր են տեղապահի պարտականությանը։ Պոլսո պատրիարքարանի փոխանորդ դարձավ Արամ Աթեշյանը։ Նրան Թուրքիայի հայ համայնքում ոչ միանշանակ են ընդունում։ Հնարավոր է պատրիարքի առաջիկա ընտրություններին Աթեշյանը եւս մասնակցի։ Այդ մասին նա դեռ չի բարձրաձայնում։ Ընդունելի տեխնացում պետք է ընդունելնի ոչ միայն Անկարայի կողմից, այլ նաև պետք է համայնքի ճնշող մեծամասնության հավանության արժանանա։ Պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքը կսկսի 40-օրյա սգից հետո։ Հավանական տեխնացուների շարքում են նաև Խաժակ arczepiskopos Պարսամյանը, Սեփու arczepiskopos Չուլջյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Մինչ այդ պատրիարքարանում որոշում են պատրիարքի հուղարկավորությանը վերաբերող հարցերը։ Այդ նպատակով եկեղեցական ժողով է հրավիրվել։ Արտակ Խուլյան-Սաքոարյան, Կորյուն Ղազարյան, Հորիզոն։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից Շանթ հեռուստաընկերության հիմնական ծրագրերի փոխարեն հեռարձակվում է Շանթի լրատվական ալիքի Շանթ Նյուզի առայժմ փորձնական եթերը։ Այդ պահից մեր խմբագրությունը հեռուստադիտողներից հարցումներ է ստանում, թե ինչպես կարելի է դիտել Շանթի հիմնական ծրագրերը։ Հիշեցնում ենք հեռուստադիտողներին, ովքեր Շանթ հեռուստաընկերության հաղորդումները դիտում էին արբանյակային հեռարձակմամբ, թե ինչ տարբերակով կարող են կրկին դիտել Շանթի հիմնական եթերը։ Արբանյակային հեռարձակմամբ Hotbird 13 աստիճանի արբանյակի միջոցով Շանթ հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակվել 2008 թվականից։ 10 տարի անց 2018 թվականի դեկտեմբերի 20-ից արդեն նշված բաց կապուղիով հեռարձակվում է Շանթ News լրատվական ալիքը։ Ինչպես դիտել մյուս Շանթ Premium եւ Շանթ Music ալիքները արբանյակային հեռարձակմամբ։ Այս հարցը վերջերս հաճախ են տալիս Սփյուռքի հազարավոր հեռուստադիտողներ։ Պարզաբանում ենք, ահա թե ինչպես։ Շանթ Premium եւ Շանթ Music ալիքները հեռարձակվում են նույն արբանյակով, ալեհավաքի տեղաշարժ կամ դիրքի փոփոխություն պետք չէ։ Ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել shanttv.com կայք, Շանթ Premium բաժին, դառնալ բաժանորդ եւ ձեռք բերել այս արբանյակային ընդունիչները։ Այս ընդունիչի օգնությամբ կարող են դիտել
այն բոլոր ալիքները, որոնք իրենք դիտել են, բաց ալիքները, պլյուս դրան Շանտ Պրեմիում եւ Շանտ Մյուզիկ ալիքները։ Այս սարքի միջոցով հնարավոր է արբանյակային հեռարձակմամբ դիտել թե Շանտ News, թե Շանտ Music եւ թե Շանտ Premium ալիքները, ինչպես նաեւ այն բոլոր չկոդավորված ալիքները, որոնք նախկինում հնարավորություն են ունեցել դիտելու։ Սարքը ձեռք բերելու համար նախ պետք է մուտք գործել shanttv.com կայք, Շանտ Premium բաժին, պատվիրել սարքը առաքումով, վճարել եւ սարքը կհասնի աշխարհի ցանկացած երկիր։ Եթե այս ընդունիչը չունենան, մարդիկ չեն կարողանալու դիտեն Շանտ Premium եւ Շանտ Music ալիքները։ Երբ այս ընդունիչը կհասնի արդեն հեռուստադիտողին, այն ամենը, ինչ պետք է անել, պարզապես միացնել հեռուստացույցին, իսկ դա բարդ գործ չէ։ Ընդունիչը արդեն կարգավորված է։ Եթե մարդը օգտագործում է միայն մեկ ալեհավաք, մի գլխիկով ալեհավաք, այդ դեպքում ինքը ոչ մի բան չունի անելու։ Ուղղակի պետք է ընդունիչը հանի, հա։ Ինքը պետք է ալեհավաքը միացնի մուտքին եւ HDMI կոչվող մալուխը միացնի հեռուստացույցին։ Վերջ, ինքը լրիվ կարգավորումները արված է։ Ինքը կսկսի դիտել արդեն։ Կա նաև այլ տարբերակ։ Շանթի շուրջօրյա եթերը կարող է հասանելի դառնալ աշխարհի ցանկացած կետում, ուր կա ինտերնետ։ Խոսքը Arm TV-ս հավելվածի մասին է։ Android Smart հեռուստացույցների համար նախատեսված հավելվածը անցել է թեստային փուլը։ Այն եւս կհրապարակվի շուտով եւ նույնպես հասանելի կլինի օգտատերերին։ Հիշեցնենք, Arm TV-ս հավելվածը առաջարկում է հայկական HD որակի ալիքներ։ Arm TV-ս հավելվածի առավելությունները օգտատերերը շատ արագ կգնահատեն։ Նախ առաջարկած եթերը ամբողջությամբ HD որակի է, բայց դա դեռ ամենը չէ։ Բաժանորդագրության բոլոր փաթեթները ունեն 3 օրվա քեչափի հնարավորություն։ Պարզ ասած, բաժանորդը կարող է հեշտորեն գտնել 3 օր առաջ հեռարձակած հաղորդումը եւ դիտել։ Ինչպես բոլոր հավելվածները, Arm TV-սն էլ պարբերաբար թարմացվում է, կատարելագործվում։ Բոլոր նորամուծությունները իհարկե բխում են բաժանորդների շահերից եւ առաջարկություններից։ Լիանա Ռաֆայելյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Այս ժամի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվար անցանելի ավտոճանապարհներ, Սոտ Քարվաճար ավտոճանապարհը փակի կցորդիչով ավտոմեքենաների համար։ Վրաստանի Ստեփանցմինդալ Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Մեզ կարող եք հետևել Arm TV-ս հավելվածով եւ Ռոստելեկոմի կաբելային ցանցով, իսկ Շանթի եթերում լրատվությունը այսքանն էր։